Ադրբեջանում դատական պրոցեսները ընթանում են աննախադեպ արագությամբ, գերիների գործերը իրավապաշտպաններին ապշած են թողնում։ Առաջիկա ամիսները պատմական հնարավորություն են գերիներին ազատ արձակելու համար։ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազի բացառիկ հարցազրույցը ժամին։ Հայաստանը ցանկանում է անջատվել Մոսկվայից եւ օգնել Կիևին, ռուսական կողմի հայտարարությունն ու Փաշինյանի արձագանքը։ Արցախի վերադարձի հարցը պետական քաղաքականության առանցքում, Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը։ Ոչ թե 100, այլ 80% է ավելացել Հայաստանի պետական պարտքը, ֆինանսների նախարարի ճշգրտումը, հարստացել են քաղաքացիները։ Վտանգավոր իրավիճակ Փափազյան 21 շենքում դուրս ու ներս անելը կենացմահու պայքար է, բողոքավոր են նաև Միկոյան փողոցի բնակիչները։ Վթար Դիլիջանի թունելում այն հոսանքազրկվել է։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Ադրբեջանում դատական պրոցեսները ընթանում են աննախադեպ արագությամբ, առանց միջազգային դիտորդների ու անկախ լրատվամիջոցների մասնակցության։ Գերիների այս ֆարս դատավարությունը շարունակում է ապշեցնել իրավապաշտպաններին, դատախազ կոչվածները մեղադրական եզրակացություններ են մոգոնում։ Ադրբեջանցիների պաշտպաններն են ճառ կարդում, դրանից հետո էլ մինչև վճիռը մերոնք Բաքվի դատարանի առաջ վերջին խոսքը կասեն։ Ալիևի իրավապահները ոտքը գազին են դրել, Բաքվի շոու դատավարությունները աննախադեպ արագությամբ են ընթանում, առանց միջազգային դիտորդության ու անկախ լրատվամիջոցների ներկայության ֆարս նիստերը իրար հազիվ են հասցնում հաջորդել, մեկը չի ավարտվում, մյուսն է սկսվում։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վճիռն են կարում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը զարմացած է 15-ի միասնական գործով մեղադրական ճառերը երկուշաբթի են ներկայացրել, մինչդեռ ապացույցների հետազոտման վերջին նիստը ուրբաթ, դրանից ընդամենը 3 օր առաջ էր եղել, այսինքն ոչ աշխատանքային շաբաթ կիրակին էլ խնդիր չէր դատախազ կոչվածների համար։ Դա հավելյալ վկայություն է, որ մեղադրական ճառերն են, ինչպես եւ ապակա դատավճիռները նախապես գրված, պատրաստված են եւ դրանք ոչ թե ձևավորվում են դատավարության ընթացքում արդյունքների հաշվառմամբ, այլ կանխակալ կերպով քաղաքական պատվերի հիման վրա։ Ընթացակարգով հիմա պաշտպանական ճառերի հերթն է, այսինքն Ալիևի գրպանի հանրային պաշտպանները պետք է ելույթ ունենան, դրանից հետո էլ մեկ-մեկ Ադրբեջանի դատարանի առջև կկանգնեն 15 հայերը, ասելու իրենց վերջին խոսքը։ Սինանուշ Սահակյանը վստահ է, բոլորն էլ կօգտվեն արտահայտվելու հնարավորությունից եւ արդեն այդ փուլն էլ հատելուց հետո Ադրբեջանի նախագահի դատարանը կգնա խորհրդակցական սենյակ։ Դատական ակտերը նախապատրաստված են, կանխորոշված են, դրանք հենց գործադիր իշխանության կողմից թելադրված են եւ այս կախյալ դատարանները ընդհանրապես հրապարակելու են քաղաքական պատվերի հիման վրա որոշված ակտերը, մեղադրական դատավճիռները եւ իմ գնահատմամբ ընտրվելու են խստագույն պատիժներ ընդհանուր մինչեւ սմահապատասխան։ Այսուհանդերձ Սահակյանը համոզված է իրավական արսենալը զինաթափել դեռ չի կարող Բաքուն, ավելին ճիշտ հակառակը, իրավապաշտպանը պնդում է հնարավորություններն այսպիսով ընդլայնվում են։ Հասկանալի է, թե հայկական կողմը եւ թե միջազգային գործընկերները չեն կարող ազդել Ադրբեջանում ընթացող ներպետական գործընթացների վրա, որոնք ամբողջովին ադրբեջանական իշխանությունների ինքնիշխանության եւ կմահաճույքների տիրույթում են, այլ հարց է, որ այդ խախտումները արդեն տեղի են ունեցել, դրանք արձանագրվել են հայ իրավապաշտպանների կողմից, միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից եւ հայկական կողմին մնում է այս արձանագրված խախտումները ներկայացնել վերազգային դատարանների քննությանը, ցուցադրել, որ այդ դատավարությունները եղել են ապօրինի, հիմնարար իրավունքները խախտվել են, ուստի դատավճիռները լեգիտիմ չեն։ Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործին, որն անջատ է 15-ի միասնականից, ապա այստեղ ադրբեջանցիները պակաս ժրաջան են, իրար հաջորդող նիստերի միջակայքն ավելի մեծ է։ Չորթվեր, եթե մյուս գործով անցնող 8.5 ամսվա ընթացքում շուրջ 100 նիստ է եղել, ապա Վարդանյանի դեպքում այս թիվը հազիվ 4 տասնյակի շեմն է հատում, եւ սա էլ իր հերթին մասնագետների գնահատմամբ դարձյալ պատահական չէ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը միջազգային հեղինակավոր իրավաբանի ուշադրության կենտրոնում է։ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն առաջիկա ամիսներին պատմական հնարավորություն է տեսնում գերիներին ազատ արձակելու եւ Արցախի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման հասնելու համար։ Դա ըստ նրան նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական գործընթացներում։ Ինչպես է գերիների ազատ արձակելու հնարավորությունը Օկամպոն կապում Թրամփի Նոբելյան մրցանակի հավակնելու հետ, ժամի բացառիկ ռեպորտաժը։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խնդիրը շարունակում է մնալ միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոյի խոշորացույցի տակ։ Օկամպոն գերիներին ազատելու գործողությունների ծրագիր է առաջարկում։ Նա համարում է, թե առաջիկա ամիսներին դրա պատմական հնարավորությունը կա։ Ավելին գտնում է, որ այս 3 ամսվա ընթացքում հնարավոր է հասնել Արցախի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչմանը։ Այսպես, դատախազը ֆիքսել է, որ Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին, եւ որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում եւ հայերը հնարավորություն կունենան աջակցել նրա առաջադրմանը։ Աշխարհի 45 հայ գիտնական կարող են ունենալ նրան առաջադրելու իրավասություն։ Այժմ մենք պետք է գործենք եւ համախմբենք ամբողջ աշխարհի հայերին։ Ես առաջարկում եմ գործարկել նոր համաշխարհային արշավ խաղաղության, ճշմարտության եւ արդարության համար, կենտրոնանալով մեկ հստակ հաղորդագրության վրա։ Պնդելով, որ այս արշավը կբացահայտի Ալիևի իրական նպատակը, դատախազը հաղորդագրությունը մեսիջը հստակ է ձևակերպում։ Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակին, նա պետք է ազատ արձակի Բաքվում պահվող հայ գերիներին, կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ եւ դուրս բերի իր զորքերը, ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի խոչընդոտում է Դոնալդ Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Նոբելյան խաղաղության մրցանակ, հրաժարվելով ազատ արձակել հայ գերիներին եւ հերքելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Քրեական դատարանի հիմնադիր դատախազի համոզմամբ Ալիևը համառորեն թաքցնում է հանցագործությունները։ Օկամպոն հայերիս հիշեցնում է անցած տարի COP29-ի ադրբեջանական քարոզարշավի ժամանակ 120 երկրներից 6500 հայերի միասնականության շնորհիվ բացահայտվեց Ալիևի տխրահռչակ փորձը իր գագաթնաժողովը խաղաղության COP անվանելու։ Ճշմարտությունը բացահայտելու մեր համատեղ ջանքերը փոխեցին պատմության ընթացքը։ Արևմտյան առաջնորդների մեծ մասը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, ասում է Լուիզ Մորենո Օկամպոն։ Շարքով է շարում Ալիևի հանցագործություններն ու իրավական անցքերը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա, էթնիկ զտեց ամբողջ հայ բնակչությանը իրենց նախնիների հողերից։ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերի հատուկ խորհրդականը զգուշացրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ ցեղասպանության վտանգի մասին։ Արդարադատության միջազգային դատարանը կոչ արեց Ադրբեջանին ապահովել, որ բոլոր մնալու ցանկություն ունեցող անձինք ազատվեն ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից, որը կարող է հանգեցնել նրանց փախուստին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, այդ թվում էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Միևնույն ժամանակ Ալիևն ինքը հայտարարել է, որ Թրամփը արժանի է մրցանակին եւ կառաջադրի նրան, սակայն Նոբելյան կոմիտեն նույնիսկ չի կարող քննարկել Թրամփի թեկնածությունը, քանի դեռ Ադրբեջանը նախ չի ազատ արձակել հայ պատանդներին եւ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, որոնք զոհ են դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Աշխարհի քրեական առաջին դատարանի առաջին դատախազը հիշենք Ալիևի կոռուպցիոն գաստրոլները ՄԱԿ-ում էլ բացահայտեց։ Անցած ամիս կարծիք հրապարակեց, որ ՄԱԿ-ի հանձնախումբը կողմնակալ եզրակացություն է հայտնել, թե Ռուբեն Վարդանյանի կալանավորումը Ադրբեջանի կողմից կամայական չէ։ Օկամպոն ջրի երես հանեց, որ ադրբեջանամետ այս ցնցող եզրակացության գլխավոր դերակատարը այդ խումբը ղեկավարող Գաննա Յուտկիվսկան է, գործընկերը Equality Law Firm անունով ընկերության, որը Ուկրաինայում ադրբեջանական պետական նավթային ընկերության Սոկարի ներկայացուցիչն է։ Ձեռնարկելով այս արշավը արգենտինացի դատախազը հայերին հորդորում է համախմբվել, կիրառելով այս 3 հեշթեգերը։ Ասում է Նոբելյան մրցանակաբաշխությունից առաջ օգտագործեք ձեր ձայնը, մտքերն ու նվիրումը բարձրաձայնելու ճշմարտությունը։ Ամփոփում է հայություն, սա ձեր ժամն է։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։
Ընկերություն, փողը փող։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով Երևանն այս սկզբունքով որոշել է անջատվել Մոսկվայից եւ օգնել Կիևին գնելով Ուկրաինայի ավելի թանկ հացահատիկը։ Ըստ ռուսական հետախուզության Հայաստանի դրդապատճառները քաղաքական են։ Շեշտում են, թե Երևանում սա սկզբունքի հարց են համարում 1.5 անգամ թանկ ավելցուկային արժեքի փոխհատուցումն ակնկալելով Բրյուսելից։ Ծառայության տեղեկատվությունները սակայն լրագրողների հետ զրույցի ընթացքում հերքել է վարչապետ Փաշինյանը։ Ըստ նրա այդպիսի բան չկա, լինել չի կարող։ Պարոն վարչապետ, ծորենի հետ մի րոպե, դե գիտեք, էտով է հայտարարել, նախ ես սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը դուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել հազար ներողություն բացարձակ անհեթեթություն։ Բացարձակ Պարոն անհեթեթություն։ վարչապետ Ցորենի Կներեք, բայց ամբողջական կարող պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից եւ օգնել Կիևին, այս դեպքում ուկրաինական ծորենի մասին։ Հիմա արդեն գնացինք, այսքան կարդացինք ծորենի մասին բան չկա։ Ռուսաստանի արտաքին Ուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Կիևից հացահատիկ գնելու Երևանի մտադրության մասին ռուսական հետախուզական տվյալները։ Մյուս թեմաները քիչ անց։ Արցվաշենի վերադարձի հարցը պետական քաղաքականության առանցքում Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը։ Ոչ թե 100, այլ 80% է ավելացել Հայաստանի պետական պարտքը։ Ֆինանսների նախարարի ճշգրտումը հարստացել են քաղաքացիները։ Շարունակենք թողարկումը։ Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական ինքնաթիռ է կործանվել, ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության թուրքական ինքնաթիռը կործանվել է Ադրբեջանի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել, այդ թվում ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իլքեր Այկուտը։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն հայտարարել է, որ Վրաստանում հայտնաբերվել են ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 թուրք զինվորներից 19-ի մարմինները։ Ադրբեջանական փորձագետը պնդել է, թե ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, կատարվում է փորձաքննություն։ Սյունիքով անցնող ճանապարհին է անդրադարձել Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում։ Մենք չենք ասում, որ թրիփն Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի եւ մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին, ասել է նա, հավելելով. Ալիևը Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետով է հաստատել ընդունելի պայմանները։ Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում Ադրբեջանը հիմա այս պահին Հայաստանը բան անենք հիմա մի պահ մոռանանք Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են այդ ընդունելի պայմանները, որոնք են տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Վերադարձի հարցը շարունակում է մնալ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ընդգծել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի միջազգային համաձայնություններով եւ վերահաստատի Հայաստանի ինքնիշխան տարածքների ամբողջականությունը։ Նրա խոսքով ուժային լուծումները բացառվում են, իսկ բոլոր քայլերը պետք է կատարվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Նաիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Հայկական Արցվաշենի վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնել Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Փաշինյանը նաև Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման հարցն էր առաջ քաշել հանրաքվեի միջոցով։ Այն որ 1991 թվականին մեր անկախության նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, այդ գաղտնիք չի։ Ես այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես այդ գյուղերի միջով անցել գնացել եմ, ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ։ Այսպես կոչված խաղաղության ֆոնին Ադրբեջանը շարունակում է զինվել, ավելացնել ռազմական բյուջեն։ Վերջերս Փաշինյանը ռազմական ռոբոտ էր տեղադրել իր Facebook-յան էջում, ինչը ակտիվ քննարկման առարկա դարձավ։ Փաշինյանը խոստացավ լրագրողներին ցույց տալ, թե վերջին տարիներին ինչ սպառազինություն եւ տեխնիկա է ձեռք բերել Հայաստանը։ Կետերից կարևորագույնը մեկն է նա, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա։ Եվ այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում են ամենայն հարգանքով, բայց մենք ձեզ սպառազինություն չենք կարող վաճառել, որովհետև մենք չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս։ Եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի են լրագրողների, ովքեր պատրաստ են նաև հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կառուցողական տրամադրվածություն է ունեցել հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն այդ դիրքորոշումը կտրուկ փոխվել է 2019 թվականին։ Փաշինյանն էլ թե Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի հետ բանակցություններում ինքը չի ասել որևէ բան, որը կհակասեր իր հրապարակային հայտարարություններին։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում, ուրեմն սխալ է։ Փաշինյանը հայտնեց, որ բանակցային փաթեթը կհրապարակի տարեվերջին, երբ ԵԱՀԿ Միսկի խումբը դե յուրե լուծարված կլինի, եւ հրապարակման արգելք այդ առումով ըստ Փաշինյանի չի լինի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի պետական պարտքը 2018 թվականի համեմատ ավելացել է ոչ թե 100, այլ 80%։ Թվային ցուցանիշների ֆինանսների նախարարն է ճշգրտել ազգային ժողովում եւ հայտնել, որ պետական պարտքն ուղղվել է պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, հայաստանցիներին հարստացնելու, բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։ Ֆինանսների նախարարի ձևակերպման պետությունը խնայած գումարով կկարողանար 1.5 տարում պարտքը մարել, բայց այդպես չեն անում, քանի որ ըստ նրա տարիների ընթացքում կառավարության կարիքներն ու ամբիցիաները փոխվել են։ Ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել, եթե պարտքնահարաբերությունը դառնա 80%։ 80%-ին հասնելը մենակ լավ ցուցանիշ չի։ 80%-ը մեր դեպքում կբերեր այդ ծախսի էական ավելացման, դա կբերեր վստահության նվազման միջազգային գործընկերների կողմից, որովհետև 80% պարտքը բավականին բարձր կլիներ, եւ մենք ստիպված կլինեինք աշխատել ավելի շատ այդ վարկը սպասարկելու համար։ Իրանից ներմուծվող կաթնային սերուցքը մինչև Հայաստան մտնելը ստուգվում է ինչպես փաստաթղթային, այնպես էլ լաբորատոր փորձաքննությամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է հայտարարել։ Շեշտել են, որ եթե տվյալ կաթնային սերուցքը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված բոլոր նորմերին, ներմուծվում եւ իրացվում է։ Ինչ վերաբերում է իրանական սերուցքով կաթնամթերքի Ռուսաստան ներմուծման արգելանքին, ապա դա չի առնչվում իրանական սերուցքի որակին։ Իրանական կաթնամթերք Ռուսաստանում վաճառվում է, բայց հայկական կաթնամթերքը պետք է պատրաստված լինի բացառապես հայկական հումքով։ Դա է պահանջում ԵԱՏՄ օրենսդրությունը։ Ռուսաստանի ԵԱՏՄ-ի պետական ռեեստրում գրանցված ֆիրմա չլինի, չի կարող մտնել ռուսական շուկա։ Ու պարսկական ընկերություններ կան, որոնք գրանցված են։ Այդ գրանցումը մոտավորապես արժենում է 100-ից 300,000 դոլար։ Շատ պարսկական կազմակերպություններ իրաց մեջ իրաց հետաքրքիր չեն գրանցում։ Որոնցից որ հայերը առնում են, այդ սերուցքի ստացած արտադրանքը չեն կարող անել ԵԱՏՄ շուկա։ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց գտնվող Գագիկ առաջին Բագրատունու արձանի թեմայի շուրջ քննարկումների բուռն ալիք է բարձրացել։ Մի մասը պնդում է, թե վերականգնման աշխատանքներից հետո այն կեղծելու նորով են փոխարինել, մյուս մասը արտաքին թերություններն է մատնանշում։ Բագրատունյաց արքայի քանդակը վերականգնման աշխատանքներից հետո ներկված տիկնիկի են նմանեցնում մասնագետները, որտեղ է բնօրինակը ինչ է իրականում տեղի ունեցել թանգարանի տնօրենն է պարզաբանում ժամին։ Սվետլանա Ավդիշյանի անդրադարձը։
Տուֆ, թրծակավ, թե գիպս, որն է բնօրինակ արձանը։ Գագիկ արքայի արձանի գլխին սև ամպեր են կուտակվել վերականգնման աշխատանքներից հետո։ Խոսակցություններ կան, թե Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց գտնվող արձանը իբրև կավից է եղել, փոխարինվել է գիպսով եւ ներկվել հասարակ ներկանյութերով։ Քանդակագործ Հրաչյա Գալստյանի որդին վանդալիզմ է որակում կատարվածը։ Նկատում հոր քանդակը ապականել են ու դարձրել ներկված տիկնիկ։ Եթե դուք տնեք եւ համեմատեք շին աշխատանքը ոնց է եղել եւ նորը ուղղակի տպավորություն է, որ այն երեխաներին որ տալիս են ասում են ներքին ինքդ այդ ձևի է ներկա, այսինքն ոչ մի ձևի չի պահպանած։ Այն համադրությունները, այն գունային լուծումները, ինչերը օգտագործած են պապ ներկելու ներկեր։ Իսկ ինչ է տեղի ունեցել իրականում, Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն է պարզաբանում։ Մուտքի դիմաց տեղադրված քանդակը կրկնօրինակն է 1906 թվականին Անի մայրաքաղաքում հայտնաբերված հայ միջնադարյան քանդակագործության բացառիկ նմուշի Գագիկ Ա Բաքրադոնու արձանի, որը կերտված էր վարդագույն տուֆից։ Հնարավոր չեղավ այս բնօրինակ արձանը փրկել թուրքական հարձակումների ժամանակ։ Մեր տեղեկությունների համաձայն ինչ որ հատվածում դա ժամանակին թաքցվել է կամ պահվել է։ Մենք այս քանդակի հետ կապված այժմ միայն ունենք լուսանկարներ եւ նաեւ արշավախմբի անդամների կողմից հետագայում արված նկարագրությունները Անի թանգարանի կատալոգներում։ 90-ականներին թանգարանը որոշել է վերարտադրել քանդակը եւ այս բացառիկ նմուշի կրկնօրինակումը պատվիրել է Հրաչյա Գալստյանին։ Այն ի դեպ ի սկզբանե գիպսից է եղել։ Բագրատունյաց թագավորի արձանը եկեղեցու երաստիճան մանրակերտը ձեռքին նախ տեղադրվել է թանգարանի ցուցասրահներից մեկում, հետագայում տեղափոխվել թանգարանի մուտքի դիմաց, եւ քանի որ տարիների ընթացքում այն լրջորեն վնասվել է, գունափոխվել ու վթարային դարձել, թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնագետները ամրակայել են այն, հատուկ ուշադրություն դարձնելով արձանի գեղագիտական տեսքի պահպանմանը։ Քանի որ 90-ականներին շատ հնարավորություններ չկար, ինքը ընդհանրապես քանդակը արվել էր շատ այսպես փխրուն մատերիալով, նույնիսկ այսպես սովետական աթոռի ոտքերով, բանով մեջը հավաքվել էր մի կերպ։ Դրա վիճակը գնալով ավելի վատարանում էր, նրա վրա ճաքեր էին առաջացել, այդ գիպսե շերտերը ուղղակի թափվում էին։ Եվ դիտողին մեկ-մեկ թվում էր, թե այդպես է օրիգինալն է, այդպես ինչ որ հնացած վիճակում, իրականում ուղղակի այդ վերարտադրության վիճակն էր վատթարացել։ Թանգարանի վերականգնման բաժնի մասնագետն էլ ընդգծում է ամրակայման աշխատանքներն իրականացրել են երկաթե կոնստրուկցիաներով, բարձրորակ նյութերով, ուղղել են նաև արքայի ձեռքերի վրա պահվող եկեղեցին, որ թույլ հիմքերի ու ծանրության պատճառով թեքվել էր։ Քանդակը ինքը գիպսից է, ոչ մի թրծակավ չկա, բացահայտ գիպսից կրկնօրինակ է։ Իսկ թրծակավը կներեք, բայց չի կարելի գիպսը չտարբերել թրծակավից։ Քանդակի ներսում ամրացրել էին նաև փայտի ինչ-որ սենց կտորներով, աթոռի ոտերով, որը ժամանակի ընթացքում այդ փայտերը ցեցոտվել էին եւ փտել էին, որը էլի ուղղակի անհեթեթ էր տենց թողնելը։ Թանգարանից վստահեցնում են, քանդակի նոր վերարտադրությունը կատարվել է արխիվային լուսանկարների հիման վրա։ Մասնագետները ոչ միայն երկարաձգել են դրա կյանքը, այլև համապատասխանեցրել տվյալ ժամանակաշրջանի շնչին ու մշակույթին։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Վտանգավոր իրավիճակ Փափազյան 21 շենքում դուրս ու ներս անելը կենացմահու պայքար է, բողոքավոր են նաև Միկոյան փողոցի բնակիչները։ Վթար Դիլիջանի թունելում այն հոսանքազրկվել է։ Մետեո աշխարհ եւս 2 օր կանցնի առանց տեղումների, ավելին հաջորդի։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանում պաշտոնապես բացվեց նոր ման Արմենիա սպասարկման կենտրոնը 4 միլիոն եվրո ներդրմամբ։ Կենտրոնը համապատասխանում է գերմանական եւ միջազգային բարձր չափանիշներին, ապահովելով նոր որակ եւ անվտանգություն հաճախորդների համար։ MAN Truck and Bus SE պաշտոնական ներկայացուցիչ Եվրոտրակ ընկերությունը Հայաստանում պաշտոնապես բացեց նոր MAN Արմենիա սպասարկման կենտրոնը։ 4 միլիոն եվրո ներդրմամբ նոր կոնցեպտ սպասարկման կենտրոնը կառուցվել է գերմանական եւ միջազգային չափանիշներին համապատասխան։ Սա շատ կարևոր հանգրվան է տարածաշրջանում սպասարկելու հաճախորդներին։ Գերմանական ինժեներիա եւ տեխնոլոգիա։ Նորագույն ամենաբարձր չափանիշներով կառուցված սպասարկման կենտրոնը կապահովի նոր որակ, անվտանգություն հաճախորդների համար։
Ռազմավարական նշանակության հյուսիս-հարավ մայրուղում գտնվող նոր կենտրոնը կնպաստի Հայաստանով բեռնափոխադրումների աճին, կխթանի օտարերկրյա լոգիստիկ ընկերությունների ներգրավմանը։ Մեր ընկերությունը ունի հնարավորություն աշխատանքները իրականացնել թե կենտրոնում եւ թե շրջիկ մեքենաներով, որոնք հագեցած են տեխնիկական գործիքներով, սարքավորներով։ Շուկայի աճող պահանջարկ սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտություն, տարածաշրջանային զարգացման հեռանկար, շուկայի աճող պահանջարկ, սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտություն, տարածաշրջանային զարգացման հեռանկար։ Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք ազդեցին ընկերության գործունեության ընդլայնման վրա։ Մեր ընկերությունում ներդրված նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կրճատել աշխատանքի ժամանակը, ապահովելով որակը եւ արդյունավետությունը։ 13000 քառակուսի մետր տարածքի վրա կառուցված նոր ման սպասարկման կենտրոնի շենքային հատվածը 2600 քառակուսի մետր է։ Հագեցած Գերմանիայից, Իտալիայից եւ եվրոպական այլ երկրներից ներկրված առաջատար սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով։ Կիրառվում են ժամանակակից եւ ավտոմատացված համակարգեր, որոնք ապահովում են բարձր ճշտություն եւ արդյունավետ սպասարկում։ Նոր կենտրոնի կառուցումը թույլ է տալիս ապահովել եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկում եւ տեխնիկական աջակցություն։ Նոր կենտրոնը հնարավորություն կտա ոչ միայն սպասարկել Հայաստանի, միևնույն ժամանակ այլ երկրների տարանցիկ բեռնատարները, ընդլայնելով ընկերության ազդեցության գոտին եւ մրցունակությունը տարածաշրջանում, ԱՊՀ երկրների շրջանում։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ 8 տարի առաջ ստեղծված Արտիսիմո մշակութային հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Հայաստանի տարբեր շրջանների խնդիրները Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծելով կրթաբուժական կենտրոններ։ Վիվայի աջակցությամբ համագործակցությունը լայն հնարավորություններ է բացում երեխաների վերականգնողական թերապիաների համար։ 8 տարի առաջ ստեղծված Արտիսիմո մշակութային հասարակական կազմակերպությունը լուրջ հետազոտություն է անցկացրել եւ բացահայտել Հայաստանի տարբեր շրջանների բնորոշ խնդիրները։ Երկու մարզում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում կրթաբուժական մեկական կենտրոն է ստեղծվել։ Գնահատելով արվեստի ուժով հաղորդակցվելու եւ վերականգնվելու կարեւորությունը, Վիվան սկսել է համագործակցել Արտիսիմո մշակութային հասարակական կազմակերպության հետ։ Տարեկան մինչև 200 բալիկ օգտվում է մեր վերականգնողական ծառայություններից։ Հարկ եմ համարում ասել, որ վերականգնողական ծառայությունները կրում են մշտական բնույթ եւ մեզ համար շատ կարեւոր է համագործակցությունը Viva Armenia-ի հետ։ Արդյունքում ոսկեփորիկ զարգացման կենտրոններ հաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 60 երեխա այսուհետև կօգտվի կրթաբուժական եւ վերականգնողական ծառայություններից։ Դա կնպաստի այս խմբի երեխաների ներառական զարգացմանը։ Viva-ի եւ Արտիսիմոյի համագործակցության մեկնարկն ազդարարվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ոսկեփորիկ զարգացման կենտրոնում։ Важной частью этого партнерства Այս համագործակցության հիմքում կարևոր ուղերձ կա՝ միանալ արվեստի միջոցով սեր եւ հոգատարություն փոխանցելու առաքելությանը։ Այնինչ երեխաները չեն կարողանում արտահայտել բառերով, վախերը, ուրախությունն ու հույզերը, կանեն արվեստի միջոցով։ Դա թույլ կտա աստիճանաբար զարգացնել հաղորդակցվելու ունակություններն ու նպաստել նրանց ինտեգրմանը։ Մեր գործընկերներին հաջողվել է ծնողների շրջանում կոտրել կարծրատիպերը, հասնել խնդիրների վաղ բացահայտմանը եւ վերականգնողական process-ում կանխել արժեքավոր ժամանակի անվերադարձ կորուստը։ Ոսկեփորիկում արդյունավետության տեսակետից առանձնահատուկ տեղ է հատկացվում հիպոթերապիային, որի դերը անգնահատելի է հենաշարժողական խնդիրներով երեխաների վերականգնման համար։ Մի հատ փորձենք հասկանանք Թամբով երբ են հորինել է, հա? 1938 թվականին էր։ Թերապիայի այս տեսակի համար ընտրվում են համապատասխան վայր եւ որոշակի հատկություններով օժտված կենդանիներ, երեխաների վերականգնման գործընթացում ապահովելով հոգեբանական հիանալի արդյունք։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հայաստանցի օգտատերերը շուտով կկարողանան արքաքարտերը օգտագործել նաև Վրաստանում։ Սա հնարավոր դարձավ Կենտրոնական բանկի աջակցությամբ արքայազգային վճարային համակարգի եւ Plus միջազգային ֆորումի ընթացքում կնքված հուշագրի շնորհիվ։ Արքաքարտապանները մոտ ապագայում կկարողանան արքաքարտերը կիրառել նաև հարևան երկրում, Վրաստանում։ Կենտրոնական բանկի աջակցությամբ եւ արքայազգային վճարային համակարգի համատեղ կազմակերպած Plus միջազգային ֆորումի ընթացքում կնքված հուշագրի արդյունքն է սա։ Armenian Card-ի եւ Bank of Georgia-ի միջև կնքվեց հեռանկարային հուշագիր, որի իր դերն ունեցավ Ամերիաբանկ ՊԲ-ն, հանդիսանալով հաշվարկային բանկը այս մեր համագործակցության։
Ֆորումի ընթացքում արքան հուշագրեր կնքեց նաև Էլ-Քարտի Ղրղզստանի ազգային վճարային համակարգի եւ Ուզբեկստանի հայոց բանկի հետ։ Նպատակը նույնն է՝ փոխգործելի հարմար ու մատչելի փոխանցումներ եւ վճարումներ։ Mastercard եւ Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ կնքված հուշագրերն էլ ավելի մեծ հնարավորություններ են ընձեռելու մեր համակարգացիներին։ Մենք հաջորդ տարի շուկայում ունենալու ենք Union Pay արքա եւ Mastercard արքա քարտեր, որոնք որ պետության ներսում աշխատելու են որպես լոկալ քարտեր եւ տնտեսվարողների համար սպասարկվելու են ավելի էժան սակագներով, իսկ նույն քարտով արդեն քաղաքացին հնարավորություն կունենա գնալ պետությունից դուրս եւ կատարել արդեն վճարումներ պետությունից դուրս։ Arca-Pay համակարգը նորույթ է Հայաստանում, որի շրջանակում փոխանցումներն անվճար են, քարտային տվյալներ փոխանցելու կարիք չկա, ամեն ինչ արվում է հեռախոսահամարով։ Այս եւ մյուս Arca QR գործիքներն առաջիկայում ակտիվ սկսելու են կիրառվել մեր երկրում եւ Հայաստանից դուրս։ Arca QR դա հենց այդ սուվերենության մասին է, անկախ վճարային գործիք, որը որ մեր քաղաքացիներին պետք է օգնի հենց վճարումներ կատարել հենց բանկային հաշիվներից, այլ ոչ թե քարտերից, իսկ տնտեսվարողների համար դա շատ ավելի մատչելի է լինելու, քան քարտային վճարումները։ Արքայի կազմակերպմամբ տեղի ունեցող Plus միջազգային ֆորումի շրջանակում այս օրերին Հայաստանում հավաքվել են 15 պետություններից ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտների շուրջ 400 մասնակիցներ։ Սա տեղական շուկային միջազգային համագործակցության նոր ուղղություններ նախանշելու մեծ հնարավորություն է ընձեռում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է 19 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Քնարիկ Պետրոսյանը։ Անաստաս Միկոյան 64 կոտորակ 5 հասցեի բնակիչները լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են իրենց սոցիալ-կենցաղային ծանր վիճակին, շինարարության ավարտին ու սնանկության գործի ընթացքին։ Ամենահրատապ հարցերից մեկն այն են համարում, թե ինչպես է տվյալ շին նախագիծը ստացել համալիր պետական փորձաքննության դրական եզրակացություն, երբ ըստ բնակիչների կան բազմաթիվ իրավական ու տեխնիկական խախտումներ։ Պնդում են, թե վարչական դատարանի որոշման հիման վրա կադաստրը կասեցրել է սեփականության իրավունքի փոխանցումները, մինչդեռ նույն հողամասի վրա շինաշխատանքները շարունակվում են կեղծ նախագծով եւ անօրինական։ 20 օր է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 21 շենքի առաջի մուտքով դուրս գալը դարձել է կենաց մահու պայքար։ Երկրորդ հարկում պատի միջով անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս եւ երկրորդ հարկից հասնում առաջին հարկ, կուտակվելով բնակիչների հաշվառված էլեկտրահաշվիչների արկղի տակ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ջրի եւ հոսանքի հանդիպումը հնարավոր է բնակիչների համար ողբերգական ավարտ ունենա եւ բնակիչները մուտք մտնել դուրս գալուց հոսանքահարվեն։ Վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 18:40-ի սահմաններում բազում թաղամասում շինարարների փողոցում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա վարորդը Ford Transit մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Լոռու մարզի բնակիչ 21-ամյա աղջկան։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Նոյեմբերի 12-ին ժամը 14:05-ի դրությամբ էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Վարորդներին տվյալ հատվածում երթևեկելիս հորդորում ենք լինել ուշադիր, ասված է հաղորդագրությունում։ Դեպարտամենտից նշում են, որ հոսանքազրկման մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն։ Ժամը 15-ի դրությամբ էլեկտրամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում 5-շաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 16-ից 19, Ֆլորիում 17-ից 20, Տավուշում 19-ից 21 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 17-ից 20 աստիճան,
Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 22-ից 25, Սյունիքի նախալեռներում 17-ից 20 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 2-ից 4, ցերեկը 16-ից 18, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։